Բարև ընկերներ, անցյալ անգամ ես խոսացի կրոնի և զարգացության մասին և պատմեցի ձեր համար, որ 14-15-րդ դարում գերմանացի աշխատասեր ժողովուրդը ռեֆորմի ենթարկեցին կաթոլիսիզմը և մի նոր կրոնի ուղղություն առաջացավ քրիստոնեության մեջ, կոչվելով պրոտեստանտիզմ կամ հայերեն բողոքականություն։ Ուրեմն, ես այս քարտեզը ցույց տվեցի և դուք տեսնում եք, որ այն կարմիր կետերով նշած երկրները սրանք պրոտեստանտ երկրներն են, ստեղ մի հատ բացառություն կա, դա էլ Իտալիայի հյուսիսային մասն է, որ սրանք էլ շատ չնայած կաթոլիկ են, բայց նմանվում են այս պրոտեստանտ երկրներին։ Իսկ մնացած երկրներ, մնացած կաթոլիկ երկրները մնացին կաթոլիկ և արևելյան մասը օրթոդոքս երկրները մնացին օրթոդոքս, այսինքն ոչ մի ռեֆորմի այս երկու ճյուղը չենթարկվեց։ Եվ այսօր, երբ մենք նայում ենք այսօրվա դրությամբ, տեսնում ենք, որ այս բոլոր երկրներ, որ կաթոլիկ պրոտեստանտիզմ ընդունեցին, այսօր շատ զարգացած երկրներ են։ Զարգացած, այսինքն ունեն արդյունաբերություն և զարգացած ինդուստրի։ Իսկ կաթոլիկ երկրները որոշ չափով զարգացել են, ազդվելով իրանց հարևաններից, իսկ օրթոդոքս երկրները, օրինակ Հունաստանը, Հայաստանը, Վրաստանը, սրանք ոչ մի զարգացում չունեն։ Հայաստանն օրինակ սովետի ժամանակ ինդուստրիալ երկիր էր, բայց հիմա արդեն ինդուստրիաներից հեռացվել է։ Իսկ Սերբիայում ունեն ռազմական ինդուստրի, Ուկրաինայում նույնպես, Բելարուս և Ռուսաստանում։ Այսինքն այս երկրներն ունեն ռազմական ինդուստրի, ոչ Բուլղարիան։ Բուլղարիան ոչ զարգացած երկիր է։ Եվ այսինքն ստեղից կարելի է եզրակացնել, որ այն ժողովուրդները, որ աշխատասեր էին և ստեղծող էին, արդեն կրոնը ենթարկեցին իրանց աշխատասիրությանը, աշխատանք բառը մտցրեցին կրոնի մեջ, դրանք պրոտեստանտներն էին, իսկ մնացածը ազդվելով ինչ-որ չափ զարգացել են, բայց ոչ պրոտեստանտների չափ։ Եվ այս երկրներում գոյություն ունի արդյունաբերություն և զարգացած ինդուստրիներ և ժողովրդավարություն և դեմոկրատիա։ Իհարկե, դեմոկրատիա ինչ-որ չափով գոյություն ունի կաթոլիկ երկրներում, նույնպես ինչ-որ չափով, այսինքն պետք է որ իրանց ինդուստրին է հետ մնում պրոտեստանտներից, իրանց դեմոկրատին էլ հետ է մնում այն երկրներից։ Իսկ օրթոդոքս երկրներում, որ ավելի, այսինքն ինդուստրիի կողմից հետամնացած են, իրանց դեմոկրատիան էլ կաղում է։ Հիմա ես ուզում եմ ստեղ ցույց տամ մի ուրիշ քարտեզ, և դա համաշխարհի քարտեզն է։ Ստեղ էլ նույնիսկ ոչինչ չի փոխվել։ Կաթոլիկ պրոտեստանտ երկրները Ամերիկան, Կանադան, Ավստրալիան, որոշ չափով Նյու Զելանդը, և ստեղ ես ավելացել եմ Հարավային Աֆրիկան։ Հարավային Աֆրիկան ամենազարգացած երկիրն է Աֆրիկայի կոնտինենտի ներսը։ Եվ դրան, այսինքն ստեղ եկան հոլանդացիք, անգլիացիք, իրանք ապրելու համար և երկիրը զարգացրեցին։ Ստեղ ես ավելացել եմ երկու հատ նոր երկիր՝ Ճապոնիան, Հարավային Կորեան և մի փոքր երկիր ստեղ, որ կոչվում է Մալեզիա։ Այս քարտեզի ներողություն, Սինգապուր։
Սինգապուրը մի հատ քաղաք է 2 միլիոն բնակիչով, մոտավորապես 2 միլիոն, որ 77%-ը չինացի են, աշխատասեր։ Իսկ անցած անգամ նույնիսկ ասացի, որ Մալեզիայի ժողովուրդը կեսը մուսուլման են եւ կեսը չինական կրոնների հետևորդներ են եւ այն չինական մասը այս երկիրը նույնիսկ զարգացրել է, այսինքն այս աշխարհամասում Մալեզիան ամենից զարգացածն է։ Եվ դա էլ նորից գալիս է չինական, այսինքն ժողովուրդների, որ իրանց ժողովուրդների չինական կրոններ եւ չինացիան իրանց աշխատասիրության։ Եվ Սինգապուրն էլ նույնպես։ Սինգապուրը մի հատուկ երկիր է, որ հետո կանդրադառնամ իրան։ Ուրեմն այստեղ էլ եթե նայում ենք Ճապոնիան, Հարավային Կորեան, չնայած սրանք պրոտեստանտներ չեն, իրանց կրոններն ունեն, բայց սրանք զարգացած են, երկուսն էլ շատ զարգացած ինդուստրի ունեն, արդյունաբերություն ունեն, եւ այդ պատճառով էլ իրանք ունեն դեմոկրատիա եւ ժողովրդավարություն։ Սիդ Ամերիկայում էլ հիմա նույն ունեն ընտրություններ դեմոկրատիա։ Ուրեմն տեսնում ենք, որ այսինքն այստեղ չէ պետք է սխալվենք, որ դեմոկրատիան կապենք ինչ-որ կրոնի հետ։ Եթե երկիրն ունի առաջացած, զարգացած ինդուստրի եւ արդյունաբերություն, այդ երկրները լինում են դեմոկրատիկ եւ դեմոկրատիան գոյություն ունի այդ երկրներում։ Օրինակ, եթե մենք խոսում ենք Հայաստանի մասին, Պարսկաստանի մասին կամ Միջին Արևելքի երկրների մասին, եթե նույնիսկ այստեղ ուզենան դեմոկրատիայի ձևով, այսինքն ինչ որ դեմոկրատիայի դերի մեջ մտնեն, չի աշխատի, որտեղ դեմոկրատիայի հիմքում գտնվում է արդյունաբերությունը եւ ինդուստրիան։ Իսկ Սինգապուրի մասին մի երկու խոսք ասեմ, Սինգապուրում այսինքն իրանց պետությունը ժողովրդին տվել է բնակարան, առողջապահություն, աշխատանք, կրթություն եւ նույնիսկ COVID-ի ժամանակ իրանք ամենակիչ, այսինքն այդքան լավ բժշկությունն է, որ ամենակիչ մարդային կորուստն ունեցան։ Բայց այս երկրում հետաքրքիր է, որ մի հատ ազատ թերթ գոյություն չունի։ Նոր ես լսեցի 2 ամիս առաջ, որ նոր մի հատ ինչ-որ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն է սարքվում։ Եվ տեսնում եք, որ եթե պետությունը ամեն ինչ տալիս է, ժողովուրդը գոհ են, աշխատանք, այսինքն ապագային իրանք իրանց հույս են տալիս ապագայի մասին եւ այսօր ունեն ամեն ինչ, այսինքն ազատ թերթով ինչ պիտի անեն ստեղ, կամ խոսքի ազատությունով ինչ պիտի անեն ստեղ։ Խոսքի ազատություն միթե դրա համար չի, որ եթե պետությունը պետության աշխատողները կամ չինովնիկները չարաշահում են իրանց պոլիտիկական դերը եւ կոռուպցիայի մեջ են մտնում, դրանք պիտի արտահայտեն։ Այս երկրում կոռուպցիա չկա։ Եթե կոռուպցիայում չկա, տեսնում եք, որ առանց ազատ թերթի, ազատ խոսքի ազատության երկրի ժամացույցի նման քայլում է, ամենը գոհ են եւ ոչ մի խնդրեմ այս երկրում չկա։ Նույնիսկ մի հատ հետաքրքիր բան ասեմ, ինչ որ Մոսկվայում մի հատ կոնֆերանս էր, որ Մալեզիայի պրեմիեր-մինիստրը եկել էր, բայց ինքը եկել էր հասարակ օթանավի տոմսով, այսինքն նույնիսկ բիզնես կլաս չէր առել։ Տուրիստ կլաս տոմսով եկել էր Մոսկվա, որ մասնակցեր այդ կոնֆերանսին։ Ինչ որ Հայաստանից Նիկոլը գնացել էր իր պետական օթանավով։ Այսինքն այսքան տարբերություն կա այստեղ։ Իսկ ոնց որ տեսնում եք, ես Չինաստանը կարմիր կետ չեմ դրել, որտեվ Չինաստանը, այսինքն ըստ արևմուտքի քարուկշերկով չի համարվում դեմոկրատիկ երկիր, բայց Չինաստանը շատ զարգացած է, կարելի ասել ամենազարգացած երկրներից մեկն է աշխարհին է,
դեմոկրասիա, այսինքն այն բանով որ արևմուտքում են ասում գոյություն չունի, բայց ժողովուրդը գոհ են եւ երկիրը զարգանում է, ունեն շատ զարգացած արդյունաբերություն եւ զարգացած ինդուստրի։ Ուրեմն Չինաստանը մի հատ հատուկ кейս է ստեղ, որ նույնիսկ հիմա խոսում են մասին, որ ասենք այս բանն է պարզվում, որ այդ դեմոկրասին չի, որ երկրներին զարգացրել է։ Այսինքն այդ երկիր կարող է ոչ դեմոկրատական լինի Չինաստանի նման։ Իհարկե, այս ինչ ասում եմ, արևմուտքի աչքով նայում են։ Իսկ Չինաստան իրանք տենց չեն կարծում։ Ինքը ընդհանրապես ուրիշ ձև երկիր է, ուրիշ ձև կուլտուր ունեն։ Ուրեմն, այսքանով ասենք, որ դեմոկրասիայի հետևանքով, մի հատ բան էլ նորից չմոռանամ ասեմ, որ այս բոլոր այս զարգացած երկրներում կուսակցություններն էլ աշխատում են, այսինքն երբ որ մենք խոսում ենք դեմոկրասիայի մասին, այսինքն գոյություն ունի ընտրություն, կուսակցություններն ընտրում են, գալիս են պարլամենտ եւ աշխատում են այդ երկրի բարեկեցիկ ժողովրդի բարեկեցության համար։ Իսկ օրինակ Պարսկաստանում կամ եսեմ Միջին Արևելքում, նույնիսկ Հարավ Ամերիկայում, եթե նույնիսկ կուսակցություններ գոյություն ունեն, այս կուսակցությունները մի հատ կոպի է արևմտյան երկրներից, այսինքն կուսակցությունը չի ծառայում իր այն բանի համար, որ մենք կոչում ենք կուսակցություն։ Օրինակի համար ասենք Հայաստանում գոյություն ունի եսեմ 200-ից ավել կուսակցություն։ Իսկ Անգլիայում այդ հզոր երկիրը 55 միլիոն ժողովուրդով ունի 2 հատ կուսակցություն։ Ղարաբաղում կար, այսինքն վերջի ընտրություններին մասնակցել էր 35 կուսակցություն։ Ուրեմն այստեղից մենք այսինքն պետք է հարցականի տակ դնենք, այդ որ մենք ասում ենք կուսակցություն, դա ինչ է։ Կուսակցություն չէ այն իմաստով, որ եթե մենք համեմատենք շվեդի կուսակցությունների հետ, Ֆինլանդի կամ Գերմանիայի, Ֆրանսիայի կամ Անգլիայի կուսակցությունների հետ։ Եվ հաջորդ ծրագրերում ես արդեն մեկ-մեկ անդրադառնալու եմ օրինակ Անգլիայի կուսակցություններին, իր զարգացումը, այսօր ինչ վիճակի են, եւ սա մի հատ շատ սիրուն այսինքն օրինակ է կուսակցությունները բացատրելու համար, իսկ հետո էլ Շվեդիայի կուսակցությունների մասին խոսամ, որտեղ վերջի 35 տարին ես ապրել եմ ստեղ, այսինքն հիմա որ խոսում ենք ժողովրդավարություն, խոսքի ազատություն, դրանք արդեն գոյություն չունեն, այսինքն այդ մասը կարելի է երկու մասի բաժանել, մինչև սովետական միության անկումը, իսկ սովետական միության անկումից հետո շատ մեծ ազդեցություն է թողել այս երկրների կուսակցությունների դեմոկրասիայի եւ խոսքի ազատությունների վրա։ Այսօր այսքանը, հաջողություն ձեզ։